Բարև ձեզ, Ամեգլյուսի եթերում հարցազրույցն է կանայք եւ քաղաքականությունը շարքի թողարկումը եւ այս անգամ ես զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխազ Ղազարյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Ղազարյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Տիկին Ղազարյան, ձեր կենսագրության մեջ կարդում ենք, որ ավարտել եք ճարտարագիտական համալսարանը ոչ մետաղական եւ սիլիկատային դժվարահալ նյութերի տեխնոլոգիայի մասնագետ եք, այնուհետև շարունակել եք քիմիական ոլորտի մեկ այլ, այո, հետո գիտությունների ազգային ակադեմիայում նոր ասպիրանտ եք եղել, նորից ինչու քիմիայի գծով այդպես։ Մայրս քիմիայի դասատու էր 20 տարի դպրոցում եւ ես էլ որոշեցի հետ ուղղությամբ գնալ, բայց չլինել մանկավարժ, այլ լինել ինժեներ եւ այդ ուղղությունը ընտրեցի, իհարկե շատ դժվար էր ինձ համար սովոր աշխատանք հետո փնտրել գտնել, ես այդպես էի մտածում, բայց երբ արդեն մագիստրատուրայում էի, միանգամից երկու տեղից հրավեր ստացա աշխատելու եւ արդեն մագիստրատուրայից սկսել եմ աշխատել, գիտական աշխատանքով զբաղվել եւ այդպես խորանալով հետո ասպիրանտուրա գնացի, որովհետև արդեն աշխատանքիս համար էր պետք եւ մոտ արդեն 15 տարվա աշխատանքային փորձ ունեմ այդ ոլորտում, թեպետ արդեն падգամավոր դառնալուց հետո երկրորդ մասնագիտությունը որոշեցի ստանալ, իրավագիտություն, էլի պայմանավորված աշխատանքով, երբ որ արդեն դարձա, այո, падգամավոր եւ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ էի, մեծ պատասխանատվություն ունեի, որպեսզի օրինակ այսպես էի մտածում, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինձ տեսնում է պետաիրավական հարցերի հանձնաժողովում նախագծեր քննարկելուց, պետք է նաև իմանա, որ ես նաև ունեմ բազային կրթություն գոնե այդ ուղղությամբ, որպեսզի կարողանա ավելի վստահի ինձ նախագծերի, այո, այդ հարցերին Քան տարի եք սովորել։ 3 տարի, որովհետև երկրորդ մասնագիտություններ միանգամից մագիստրատուրա գնացի, բացի դա էլ պետաիրավական հանձնաժողովում աշխատելը պետք է ասեմ, որ մասնագիտական մեծ փորձ է տալիս։ Չնայած պլանավորում եմ այս սեպտեմբերից նաև բակալավրի կուրսը սովորել, որպեսզի լիարժեք լինի նաև այդ մասնագիտություն ստանալս, եթե կարողանամ, այո, այս տարի հասցնել եւս 4 տարի պատրաստ եմ սովորել։ Այնուամենայնիվ իրավագիտությունը ձեզ գրավեց։ Ինձ գրավեց, այո, հետաքրքիր է, որ 15 տարի առաջին մասնագիտությունս էլ շատ եմ սիրում, շատ նվիրված աշխատել եմ, երկար տարիներ աշխատել եմ, բավականին, այսպես ասած, աշխատանքներ ունեմ, բայց իրավագիտությունն էլ ինձ գրավեց եւ քաղաքականության մեջ ես կարծում եմ ավելի այսպես ամուր եւ պինդ լինելու համար ցանկացած առումով այդ մասնագիտությունը շատ է օգնում։ Հատկապես որ քաղաքացիական պայմանագիրը հավանաբար հավերժ չի լինի իշխանության եւ երբ որ իշխանության չեք լինի նախկին իշխանությունները ձեզ սպառնում են դատի տալ բոլորիդ հատ եւ իրավագիտությունը ձեզ շատ անհրաժեշտ կլինի ապագայում։ Ես այդ տեսակետից չեմ նայել բնավ, զուտ պատասխանատվության զգացումից ելնելով եմ այդպես որոշել։ Մտածում եմ հետագայում գուցե եւ այդ ուղղությամբ շարունակեմ, գուցե նորից վերադառնամ հին աշխատանքիս, այնպես որ առաջին աշխատանքս դեռ չեմ լիովին դուրս եկել, կես դրույքով այսպես ասած դեռ աշխատում եմ անօրգանական քիմիայի ինստիտուտում, որովհետև այդ մասնագիտությունն էլ եմ շատ սիրում, ուզում եմ որ անպայման զարգանա։ Իսկ ինչի գիտությունից եկա քաղաքականություն, ինչը ձեզ գրավեց քաղաքականության մեջ, ավելի գրավիչ էր, ավելի ներկայանալի էր, գումարներ ավելի շատ, ինչու քաղաքականություն։ Չեմ գումարի տեսակետից երբեք չեմ դիտարկել աշխատանքի փոփոխություն որպես այդպիսին, բայց այո, նաև կարևոր հանգամանք է, բայց պետք է նշեմ, որ երբ որ մասնավոր տեղ էի աշխատում նյութաբանության ինստիտուտում, այնպես չէր, որ ցածր աշխատավարձ էի ստանում, իրականում, բայց պետական օրինակ ինստիտուտներում, օրինակ անօրգանական քիմիայի ինստիտուտում մի ամբողջ դրույք դեռ 2019 թվականին շարունակում էր, օրինակ ես որ ստանում էի աշխատավարձ, ուղիղ ստանում էի 68000 դրամ, մեկ ամբողջ դրույքը եւ հիմա ուղիղ իմ աշխատավարձը ասեմ, կես դրույքի համար եմ ես ստանում 99000 դրամ, այսինքն բավականին մեծ աճ աշխատավարձի այս առումով էլ ենք ունեցել, բայց բնավ դա ավելի շատ այս շատ տպավորիչ է գիտության ոլորտում 90000 99000 կես դրույքի համար, բայց երբ որ դուք ունենում եք, գիտեք, որ այնտեղ մենակ աշխատավարձերը, այսպես ֆիքսված աշխատավարձերը չեն, կան նպատակային ծրագրեր, կան ծրագրեր, որոնց մաս է դառնում եւ գրեթե չկան հիմա ինստիտուտներ, որտեղ որևէ ծրագրի չեն մասնակցում, այսինքն միջինում բավականին լավ վարձատրություն է, անհամեմատ, որովհետեւ 30 տարի շարունակ շատ ցածր է եղել, գրեթե անտեսված է եղել գիտության ոլորտում։ Դուք 2022 թվականին 3-4 տարի առաջ հայտարարեցիք, որ 5 տարի հետո գիտությունը շատ մեծ զարգացում կունենա։ Գրեթե արդեն 5 տարին կլրանա,
Ես ամենակարևոր ձեռքբերումը, որ կարող եմ ասել, նախ աշխատավարձի բարձրացում, նյութատեխնիկական առումով հագեցվածություն։ Այդպիսի գիտահետազոտական ինստիտուտ չկա, որ սարքավորումներով ժամանակակից այս պահին հագեցված չլինի։ Այդպիսի ինստիտուտ չկա, որ դեռ շուտ է այսպես արդյունքների մասին խոսել, բայց աշխատանքներ տարվում են ու բավականին ինտենսիվ, արդեն մարդիկ սիրով են աշխատանքի գնում, ինչ որտեղ նաև աշխատավարձի գործոնն է այստեղ դեր խաղացել։ Բայց ինչ վերաբերվում է ինձ քաղաքականություն մտնելուց, ես բնույթով եմ շատ ակտիվ մարդ ու սիրում եմ մարդկանց հետ շփումը։ Ես կարծում եմ, որ падգամավոր լինելու առաջին հենց բանը գրավականը մարդասեր լինելը, չգիտեմ դա ոնց բացատրել, մարդկանց հետ շփվել, սիրելու հատկությունն է եւ պետք է ասեմ, հիմնականում դա է, որ ինձ էներգիա է տալիս։ Շատ եմ սիրում մարդկանց հետ շփվել, հիմա էլ եմ շփվում մարդկանց խնդիրներով, խնդիրներով եւ այլն, իսկ քաղաքականության մեջ շատ վաղուց հետաքրքրված եմ եղել, հեղափոխության մասնակից եմ եղել եւ արդյունքում հայտ եմ ներկայացրել որպես падգամավորի թեկնածու 18 թվականին, սակայն ձայներս բավարար չեղավ, չեմ անցել, բայց մնացել եմ այդ քաղաքական թողուբոհի մեջ եւ արդեն 21 թվականին համամասնական ցուցակով դարձա падգամավոր։ Մարդիկ ձեզ միայն ուժ կամ բարձր տրամադրություն են տալիս, որ դուք շրջում եք հատկապես մարզերում կարիք ունեցող մարդկանց հետ չեք ընկճվում, կան շատերը, որոնք լավ վիճակում չեն գտնվում, բազմաթիվ խնդիրներ ունեն, անլուծելի կամ լուծելի։ Իրականում, երբ որ գալիս հասնում է արդեն падգամավորի մակարդակի հանդիպումների եւ այլնի, բնականաբար գալիս են այն հարցեր, որ գրեթե լուծելու ունակ հնարավորություն չունեն, բայց ես ձեզ մի բան ասեմ, մարդիկ այսօր որ կարողանում են падգամավորի հետ նստել, խոսել, կիսվել, նույնիսկ այդպես է թեթևանում նրանց հոգսը եւ բնականաբար որոշ խնդիրներ էլ ուղիղ նախարարություններ են ուղարկում, այս կողմ, այն կողմ, այսինքն հետաքրքրվում ենք, ընթացք ենք տալիս, ինչքանով կարողանում ենք օրենքի շրջանակում այդ ցանկացած քաղաքացու հարցի լուծում գտնել եւ դրանից ծնվում են նաեւ հետագայում օրենսդրական նախաձեռնությունները, այդ էներգիան էլ փոխադարձ գալիս է, մարդիկ նույնիսկ շփման ու падգամավորի հետ խոսելու կարիք ունեն, որ գոնե նստեն եւ խոսեն։ Անկեղծ ասած, այո, ոնց որ երբ որ բժիշկի ես գնում, ամեն ինչը ցավում է, երբ որ տրամադրվում ես գնալ, բայց հենց հասնում ես հիվանդանոց, ոնց որ ցավերը տանցնում ես։ Դա վախենալուց է լինում։ Չէ, բնականաբար ոչ, ինձ նայեք էլի, ընդհակառակ իմ մեջ երևի ընկեր են տեսնում ավելի շատ ու դա է ինձ էներգիա տալիս, որովհետեւ բոլոր հանդիպումները սկսվում են այսպես ժամանակին ով կարող էր падգամավորի հետ հանդիպեր, զրուցեր, այսքան ժամանակ տրամադրեր, բայց կարծում եմ դա ամենակարևոր պայմանն է, որը падգամավորին ուժ է տալիս։ Համ աշխատելու, համ նրանց էլ թեթևացնում է հոսքը ժողովրդին։ Դուք ձեր հարցազրույցներից մեկում հիշել եք գյուղից քաղաք գալու ձեր այդ պատմությունը, դուք Գեղարքունիքի մարզից եք, որ դժվարություններ եք ունեցել։ Ինչի մասին է խոսքը եւ կուզենայի զուգորդեիք այն խնդրի հետ, հիմա որ կան բազմաթիվ էլի գյուղացիներ ուսանող լինեն, թե աշխատանքի բերումով գալիս են Երևան, էլի նույն դժվարությունները ավելի շատ կամ ավելի քիչ ունենում են։ Ձեր կարծիքով թեթևացել է ձեր իշխանությունը գյուղից քաղաք եկողների։ Տեսեք, գյուղից քաղաք գալու ընթացքը եղել է, երբ որ ուսանող եմ դարձել եւ բնականաբար շատ դժվար էր։ Իրականում գիտական աշխատանքից միանգամից հրապարակային ելույթների եւ այլնի տիրուտը անցնելն էլ էր բավականին դժվար եղել իմ մոտ, բայց հաղթահարելի, երբ որ մեջդ այդ ուժը գտնում ես ու ասում ես դու պետքա դա անես ու վերջ։ Հիմա էլ է բարդ։ Հիմա էլ է բարդ, բայց նայեք մենք այդ ուղղությամբ ենք աշխատանքներ տանում, սոցիալական կրեդիտներ ունենք կրթական ոլորտում, որ գոնե վարձավճարի որոշ մաս հետ են ստանում, դրան գումարած ակադեմիական քաղաքի շինարարությունը եւ կյանքի կոչումը այդ մեծ ծրագրի, որը որ թեթևացնի ուսանողների Երևան գալը եւ սովորելը։ Այստեղ ոչ թե Երևան գալը, այլ իրենց ցանկալի բուհում սովորելը ամենակարևոր պայմանը դա է, որովհետեւ մեր ժամանակ դժվարանում էր հենց դա, որովհետև գյուղից գալ, բուհում ընդունվել, ուսանողին Երևանում պահել ֆինանսապես, ծախսերը, վարձերը եւ տան վարձը եւ այլն, դա մեծ դժվարություններ առաջացնում ու ես միշտ ցավով եմ հիշում իմ դասարանցիներին, ովքեր բավականին տաղանդավոր էին ու լավ սովորող էին, լավ հնարավորություններ, բայց չունենալով ֆինանսական այդ հնարավորությունները չկարողացան բարձրագույն կրթություն ստանալ։ Այսօր էլ կան
այդ իսկ պատճառով մենք փորձում ենք հնարավոր ծրագրեր իրականացնել։ Իմ քայլը հիմնադրամը իր հերթին է որոշ կրթական բնագավառում ֆինանսավորում իրականացնում։ Գիտեք, կրթության գիտության սպորտի նախարարությունը եւս իր հերթին հնարավոր ամեն ինչ իրականացնում է, որպեսզի կարողանան հնարավորին մատչելի կրթություն ստանան։ Սոցիալական կրեդիտներն էլ ներդրեցին, որպեսզի ամենաշատը 100,000 դրամ տարեկան մարդիկ հետ են ստանում իրենց ցանկացած ոլորտում որևէ տեսակի կրթություն ստանալուց ծախսը հոգալու համար, եւ այսպես շարունակ փորձում ենք հնարավորինս անվելի ամեն ինչ անենք, որպեսզի մատչելի կրթություն ստանան մեր երիտասարդները։ Դուք հիշեցիք եւ ասացիք, որ ամեն ինչ անում եք մատչելի դառնալու համար, բայց որակը Գիտե Ղազարյան, բավականին ցավոտ է սկսած հանրակրթական դպրոցներից։ Դե պետք է ասեմ, որ ինչքան մեծ բարեփոխումներ են իրականացնում հանրակրթության բնագավառում։ Բարեփոխումն ունի իր դժվարությունները։ Ես հենց այսօր էլ ձեր մոտ տաղավար գալուց առաջ հանդիպում էի դպրոցականների հետ, ովքեր եկել էին բաստաս ծրագրի շրջանակներում ազգային ժողով։ Գրեթե ամեն շաբաթ նման հանդիպումներ ունենում եմ եւ անընդհատ կան այս կամ այն բարեփոխման հետ խնդիրներ։ Բայց սա էլ է ժամանակ պահանջում, որպեսզի կարողանա կրթությունը վերականգնել։ Մենք պետք է չմոռանանք, թե մեր կրթության մակարդակը ինչպիսին է եղել 30 տարի շարունակ։ Ես միշտ չեմ խորշում այդ մասին ասեմ, մարդիկ դիպլոմներ ուղղակի առել են։ Այն որ կրթությունը, երբ որ կարողանում ես ուղղակի բարձ տալու համար ուսանողին այսպես տանենք ու ավարտացնենք, այդ դեպքում կրթությունը իր որակը բնականաբար դեպքում է։ Որի դասարանի աշակերտների հետ եք այսօր հանդիպել։ Եթե չեմ սխալվում, 9-րդ դասարան։ 9-րդ դասարանի դպրոցականների։ Իսկ ավագ դպրոցների հետ լինում են, բայց քիչ, հիմնականում մինչև 9-րդ։ Ձեզ հավանաբար ծանոթ է, որ նրանք ժամանակին, ոչ ձեր իշխանությունների ժամանակ, ավանդույթ կար, որ նրանք դպրոց չեն գնում հատկապես Երևանում, եւ որ ստանում են հետո իրենց ատեստատները, իրենց գնահատականները, որպեսզի խնդիր չունենան ավարտելու հետ, եւ դպրոց չեն գնում, պարապում են իրենց ցանկալի առարկաներ։ Դա հիմա շարունակվում է։ Դուք տեղյակ եք եւ ինչ եք անում այդ ուղղությամբ։ Դա էլ մեծ բարեփոխման կարիք չունի, պարզապես պետք է հետեւողական լինել, որ այդ աշակերտները հաճախեն դպրոց։ Կան բազմաթիվ դպրոցներ, ես նույնպես գիտեմ օրինակներ, որտեղ ավագ դպրոցներում չեն գնում դասի։ Ես ճիշտն ասած շատ մանրամասն հանրակրթության ոլորտի մեջ խորացած չեմ, բայց ես հիշում եմ մեր ժամանակներում մենք էլ էինք գնում կրկնուսուցի մոտ, որպեսզի որևէ ինստիտուտ ընդունվեինք կամ կոնկրետ առարկաներ, բայց դպրոց գնում էինք դե 10 տարին մեր մոտ կոնկրետ այդ ժամանակ եմ ես դպրոց ավարտել, այդ 10 տարին պարտադիր դպրոց գնում էինք, բայց նաև կրկնուսուցի մոտ պարապում էինք այն առարկաները, որոնցով ուզում էինք քննություն տալ եւ ինստիտուտ ընդունվել։ Ես կարծում եմ ավագ դպրոցի հենց տրամաբանությունը այդ ֆոնի վրա է, որ հիմնականում կենտրոնանում են առարկաների վրա, որոնց գնահատականը կարևոր է իրենց համար ինստիտուտ ընդունվելու համար։ Իրականում, եթե դա խնդիր է, կարող եմ հետագայում քննարկել, բայց այս պահին լրացուցիչ ինֆորմացիա այս մասով չունեմ։ Գուցե պետք է ինչ-որ բան փոխել ավագ դպրոցում։ Ես իհարկե չեմ խրախուսում երբևէ, որ ավագ դպրոցի աշակերտները դպրոց չգնան, որովհետև ինչքան էլ ունենան, որ ասեն ծրագիրը կրկնվում է, կրկնվելու խնդիր ունեն, դրա համար չեն ուզում սովորել, կարծում եմ ամեն անգամ նույն բանը կարդալուց կարող ես մի նոր բան բացահայտես, նույն բանը կրկնելուց կրկնությունը գիտության մայրն է, այդպիսի խոսք կա, այնպես որ դեմ եմ դպրոց չգնալուն Կապպես որ դուք բազմաթիվ կրթական շերտեր ունեք։ Իդեպ եթե եկող ազգային ժողովում եթե անցնեք եւ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում լինեք, արդեն փոխելու եք դիվանագիտորեն, դիվանագիտություն կամ արտաքին հարաբերություններ։ Գիտեք, սովորելը միշտ քեզ երիտասարդ է պահում, դա է խթան եղել, որովհետեւ ես միշտ ինձ ուսանող եմ զգում, ինչի իմ համար ներքին այսպես հոգեբանական խնդիր եմ հաղթարում, որ ես դեռ ուսանող եմ։ Դա էլ հետաքրքիր հոգեբանական խնդիր է, բայց ես նաև մտածում եմ, որ կրթությունը այն միակ ներդրումն է, որ կարող ես անել ինքդ քո վրա։ Ու դա նյութական չի, բայց ինքը նաև նյութական էֆեկտ է հետագայում ունենում։ Իսկ հասցնում եք տնային կենցաղային գործերով զբաղվել, օրինակ, ոչ։ Ոչ, գեղարքունիքը, օրինակ փախլավա չեք թխում։ Փախլավա մենակ նոր տարիներին։ Թխում եք։ Այո։
Պարտադիր թխում եմ, Նիկոլ Փաշինյանին հյուրասիրել եք ձեր փախլավան։ Ես հիշում եմ, որ մի հանդիպման ժամանակ ունեի, տարել էի փախլավա վարչության նիստ ունեինք երկար եւ այլն, գործընկերները շատ մեծ կուտեղով չէ, ինքը այդ գավառի փախլավան չի, ինքը մի քիչ այլ կերպ, շատ հեշտ է թխվում, բայց դենց պոպոկներով բան շատ համով է։ Տարել էի, որ ընդմիջմանը մի սուրճ խմենք, իհարկե դիետայի վրա էր, ինքը չօգտվեց, բայց գործընկերները շատ սիրում են իմ փախլավան, հաճախ ուզում են, որ ժամանակ եմ գտնում, միջանկյալ պատրաստում տանում եմ, բայց տնային գործերից իհարկե ընդհանրապես հեռացել եմ, որովհետև իսկապես ժամանակ չեմ ունենում։ Շատ լավ, Տիկին Ղազարյան, դուք ձեր կուսակցության այն կին պատգամավորներից եք, որը ներքին ընտրությունների ժամանակ բավականին բարձր ձայն հավաքեց, եթե չեմ սխալվում, բարձր ձայներով երկրորդ կին եք, հա? Երկրորդ կին եմ, 513 523 Շատ լավ, այդ ինչի շնորհիվ կարողացաք նման բարձր ձայն հավաքել այն դեպքում, երբ որ շատ ավելի երկար պատգամավորի ստաժ ունեցող ձեր գործընկերները չստացան, ձեր ներքին քարոզչությունը, հա, ներսում շատ ուժեղ է, թե ինչու չենք իրականացրել առաջին փուլում ու հղումը եղել է այն, որ կամ մոտեցել, խնդրել, ինձ ընտրեք։ Ոչ, եկեք ճիշտ բացատրեմ, ինչպես է եղել ոտ գործընթացը, հիշում եք սեպտեմբերին էլ եղավ վարչության ընտրությունները, այդ ժամանակ առաջին կինն էի քվեների քանակով, ինչպես դա եղավ 2022 թվականին, չէ, 2022 թվականին վարչության վերահսկողի ընտրությունների էլի ժամանակ առաջադրվեցի որպես վերահսկող, որովհետև մի տարվա պատգամավոր էի, որոշեցի վերահսկող առաջադրվեմ, այո։ Վերահսկողի ժամանակ բավականին այսպես հիմնական նպատակս առաջնային եղել է կուսակցական ակտիվ մասայի հետ հանդիպումները, որպեսզի ես իմ թիմին ճանաչեմ, որովհետև ես կարծում եմ, եթե ընտրություններին մենք գնում ենք կուսակցությունով, յուրաքանչյուրս պետք է մեր յուրաքանչյուր կուսակցականի պոտենցիալը, աշխատելու ձևը եւ ամեն ինչը անձամբ ճանաչի։ Ես այդպես եմ մտածում։ Եվ սկսեցի շփվել ողջ կուսակցականների հետ, այդ ժամանակ հարուսարշավ արեցի եւ վերահսկողում էլ անցա բավականին բարձր ձայներով։ Վերահսկողում 3 տարի աշխատելու արդյունքում ավելի ինտենսիվացավ կուսակցականների հետ աշխատանքս, որի արդյունքը եղավ վարչությունում ընտրվելս։ Արդեն ներքին կուսակցական չեմ բացառում նաև, որ բավականին ակտիվ եմ նաև ազգային ժողովում, բայց միշտ ասել եմ, որ այս արդյունքները ես գրանցել եմ հենց կուսակցականների հետ աշխատանքում, որովհետև 3 տարի վերահսկողում եմ անընդհատ շփում ունեցել ու աշխատանքի բերումով էլ, եւ հիմա էլ արդեն ճիշտ է երկրորդ հորիզոնական եմ ինչել, որովհետև այս անգամ էլ քարոզարշավ չեն կարել, իհարկե շատ գոհ եմ արդյունքներից։ Բայց կարծիք կա, որ հենց այնպես չի անցել, նաև որոշակի վերահսկողություն եղել է ձեր կուսակցության վերնախավի կողմից, թե ովքեր լինեն հատկապես հիմա։ Չէ, չեմ կարծում, շատ ազատ, անկեղծ, կոնկրետ ես ոչինչ չեմ արել, ես ուղղակի երևի թե այսպես երջանիկ եմ այն առումով, որ կուսակցականներս ինձ վստահում են, ինձ աջակցում են, ու այդ անընդհատ դա ապացուցվում է, ու դա ինձ ավելի մեծ պատասխանատվություն ուժ է տալիս ավելի շատ կուսակցությունում աշխատելուց։ Վստահաբար ասում եմ, եթե չգիտեմ, մի որոշ 100% եմ աշխատել, հիմա 200%-ով կաշխատեմ կուսակցականների հետ։ Իսկ դժվար չի ամեն դեպքում, տեսեք, կին եք, այս բավականին դժվար ընթացքում եք, մեր պատմության համար բավականին դժվար ընթացքում եք դուք падգամավոր աշխատում, չի լինում դեպքեր, որ ասեք, ինչի՞ սա պետք է գնամ նորից գիտությունը, շատ դժվար է, բազմաթիվ ծանր բաներ կան ձեր ուսերի վրա, միգուցե նաև մեղք կա, չեմ կարող ասել, ընդդիմությունը ձեզ մեղադրում է մեղքի մեջ տարբեր հարցերում։ Չէ, չի եղել, չեմ մտածել երբևէ հետ գնամ կամ զբաղվեմ այլ գործընթացով։ Ոչ թե падգամավոր լինելն է լավ, այլ ես այստեղ իմ ամբողջ էներգիան ծախսում եմ։ Ես այստեղ ընդեղ էլ էի ծախսում, այնտեղ մի քիչ пассив կյանք է։ Ես իմ բնույթով շատ ավելի ակտիվ մարդ եմ, շարժուն, էներգիաս այստեղ լիարժեք սպառում եմ, իհարկե շատ եմ հոգնում, իհարկե այստեղ գրեթե ժամանակ չեմ ունենում մտածեմ տան կին, ինչ-որ կանացի գործեր եւ այլն, երեխաներ, ամուսնություն, ծրագիր ունեք դեմոգրաֆիկ վիճակը զարգացնելու, չէ՞, դուք անձամբ պետք է շատ եմ սիրում երեխաներ, շատ եմ սիրում, բայց դեռ ժամանակ չեմ ունեցել, բայց մտածում եմ նաև, եթե ճիշտ ժամանակը գա եւ ճիշտ մարդուն հանդիպեմ, կսկսեմ մտածել, ուղղակի երևի չեմ հանդիպել։ Շատ լավ։ Անցնենք արդեն քաղաքական հարցերին, բայց մինչ այդ մի հարց էլ տամ, այս տարի բավականին սառը ձմեռ եղավ, ձյունառատ ձմեռ եղավ եւ երբ որ ձյունը հալվեց,
մենք տեսանք, որ բազմաթիվ փոսեր կան, եւ դուք որպես քիմիայի մասնագետ, ձյան մեջ այդ ինչ նյութեր կան, որ մեր ճանապարհները նման փոսերով լցրեցին։ Դες վտանգավոր ինչ որ քիմիական նյութ կա ձյան մեջ։ Չէ, իհարկե չկա, ուղղակի այստեղ ծանրաբեռնվածությունը եկեք այսպես դիտարկենք։ Մեր Հայաստանի Հանրապետությունում մենակ Երևանում չի ձյուն եկել, չէ, բնականաբար, բայց Երևանում առաջացան այդ խնդիրները ամենաշատ։ Ինչու, որովհետև ասֆալտներ անվորակ։ Չէ, ցանկացած ասֆալտ չի կարող դիմանալ այն ծանրաբեռնվածությունը, որ այսօր Երևանը ունի։ Եթե իրականության մեջ դիտարկենք, եւ աղից հետո ինչ որ մի բան այն ինչ որ մի բան սխալ է եղել։ Տեսեք, եւ մի ձմեռվա արդյունքում այլ քաղաքներում, Եվրոպաներում նույնպես ծանրաբեռնվածությունը Հայաստանի մյուս քաղաքներում կան, բայց տեսեք, բայց ինչու այդ եթե նույն կառավարությունն է իրականացնում ասֆալտապատման այդ աշխատանքները, ոնց կարող է Երևանում լինել անվտանգ, այլ մարզերում լինի Որովհետև ասում ինչու է Երևանում ասֆալտ որովհետև Երևանում ծանրաբեռնված է ճանապարհները շատ ավելի շատ ու չի դիմանում ասֆալտը իրականում։ Ես համաձայն եմ նրա հետ, որ պետք է ժամանակին ավելի արագ վերականգնման աշխատանքներ իրականացնել, որը դանդաղում է։ Մոսկվան ավելի թեթև ծանրաբեռնված։ Չէ, բայց մենք չգիտենք հիմա Մոսկվայում ինչ վիճակ է, բայց մի փոքր դանդաղում են այս process-ները, ինչը զայրույթ է առաջացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ եւ անընդհատ այս երկու օրվա մեջ նման փոսեր, ինչու մի ձմեռվանից մի ձմեռ չդիմացան այդ ասֆալտը։ Փողոցներ կան, որ անցած տարի է ասֆալտապատվել եւ կարծեք թե խորհրդային տարիներից մնացած ասֆալտ լինի։ Վստահ կարող եմ ասեմ ծանրաբեռնվածությունն է մեղավոր, բայց քանի որ խոստացել է քաղաքապետը շատ արագ դա շտկել, հուսանք որ իսկապես շատ ինտենսիվ ու արագ դա կշտկվի։ Շատ արագ նորից անվորակ է լինելու։ Չէ, վստահ չեմ որ չէ, չեմ կարծում։ Ես պետք է, բայց մենք պետք է մի ճանապարհ գտնենք, որպեսզի քաղաքը մի փոքր մեքենաներից լիֆտա թափենք։ Մենք այնտեղ կարմիր գծեր չի հաջողվում ավելի որակյալ աշխատել, քան տարածքային կառավարման նախարարությունը։ Չէ, իրականում որը մարզերում է իրականացվում։ Չէ, վստահաբար կարող եմ ասել, տարածքային կառավարման նախարարությունը այնպես չէ որ դուրս է Երևանը դուրս է տարածքային կառավարման նախարարության տիրույթից, պարզապես Երևանը շատ ծանրաբեռնված է։ Մենք պետք է ճանապարհ գտնենք Երևանը մի փոքր թոթափելու, տրանսպորտային կապի ստեղծումը, տրանսպորտի զարգացումը, նոր ավտոբուսների եւ այլն որոշել հենց այդ նպատակը ուներ որ մարդիկ գոնե Երևանի կենտրոնում քիչ մեքենաներ օգտագործեն, բայց մենք գիտենք որ թե ինչ ծանրաբեռնված է, թե ինչ ժամեր ենք ունենում, որ շարժ չի լինում Երևանում, մի փոքր էս առումով էլի աշխատանքներ են պետք, որպեսզի մի քիչ թեթևանա էլի Երևանում։ Բայց դուք գիտակցում եք, չէ՞, որ այս գարունը հատկապես շատ ճակատագրական կարող է լինել, վարորդները ձեզ չեն ընտրելու։ Ես չեմ ուզում որ մենք կապենք դա ընտրությունների հետ։ Ունեք մեր համար կապ չունի, սա այս գարունն է, թե անցյալ տարվա գարունն է։ Մենք երբեք այդ ընտրությունը ասֆալտապատել Երևանի բոլոր դա իմ ամենամեծ ստրեսն է։ Երբ որ նախկին իշխանությունների օրոք ստիպված եմ այս մասին խոսել, հենց գալիս էր ընտրությունները սկսում էին ասֆալտապատման կծկտուր աշխատանքներ, ես կատեգորիկ դեմ եմ որ մենք այդ նպատակով ենք հիմա որոշելու այդ փոսերը լցնել կամ ինչ-որ նոր ասֆալտ անել, ես էլ եմ ասում քաղաքը շատ ծանրաբեռնված է, մենք պետք է այդ ծանրաբեռնվածությունը թոթափենք, որ ասֆալտն էլ իր դերը կատարի, վերջը այդ ասֆալտը բան չի, գերհզոր եսիմ ինչ չի, այդ ծանրաբեռնվածությանը այդքան դիմանա, այդ իսկ պատճառով չգիտեմ, այս պահի դրությամբ կարմիր գծերը եղան, տրանսպորտը զարգացրեցինք եւ այլն, բայց դեռ թոթափվածությունը այս առումով էական չի նշմարվել։ Չի նշմարվում ընդհանրապես։ Այո։ Պետք է պարզապես այնպես անել, որ գյուղերից շատ մարդ թեկուզ եւ դժվարացան, բայց գյուղերը զարգացնել։ Գյուղերը զարգացնում են։ Գյուղերում առաջին անգամ, ասենք, սպորտ կոմպլեքսներ են ունենում։ Գյուղերում առաջին անգամ որ ժամանակին չեն աշխատանք։ Դե մենք ստեղծում ենք այն միջավայրը, որ ներդրողները կարողանան հնարավորինս մեծ ներդրումներ իրականացնել։ Գիտեք, եթե գնանք ավելի խորը հիմքերի, խաղաղության պայմաններում մենք ակնկալում ենք, որ ներդրումները կշատանան, մարզերում կշատանան, մարդիկ կուզենան այստեղ բիզնես դնել եւ զարգացնել, որովհետեւ ոչ պատերազմ, ոչ խաղաղության պայմաններում ոչ մի խոշոր ներդրող հաստատ Հայաստանում չէր ցանկանա որևէ մեծ պրոյեկտներ իրականացնել եւ մենք գնալով այս ճանապարհով հույս ունենք, որ վաղը մյուս օր համայնքներում էլ եւս կյանքը կեռա։ Շատ լավ։ Ընդդիմության դաշտում մեծ բևեռներ են ձևավորվում, ճիշտ է նրանք չեն միավորվել, բայց բավականին մեծ բևեռներ կան։ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը, տեսեք, Մայր Հայաստանը միանում է Ծառուկյանի ԲՀԿ-ին, դաշինքով կուսակցությամբ, եթե չեմ սխալվում, կուսակցությամբ են հանդես գալու, կարծիք կա արդեն որոշ տեղեկություններ, որ Վանեցյանն էլ կմիանան նրանց իր կուսակցությամբ։
Կա Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը եւ երեքն էլ բավականին ուժեղ բևեռներ են ձեզ համար։ Մտավախություն չունեք, որ այնուամենայնիվ ընդդիմությունը այս անգամ կարող է հաղթել ձեզ։ Մտավախություն Առանձին նրանք ասում են Գյումրի երկրորդ ենք անելու։ Դե երեք ուղիղ տեքստով նաև հանրայինի եթերում ասեցին այդ մասին, որ Գյումրի երկրորդ են անելու, բայց ես կարծում եմ Գյումրին, քանի որ եղավ եւ դրանից հետո վաղաշաբաթի ընտրություններ եղավ, տեսանք մեր քաղաքացիները ինչպիսի ընտրություն կատարեցին, արդեն չգնացին այն սցենարով, որ հավատային որևէ մեկին, որ հետո նրանք միավորվեին ու իրենց ուզած ոչ այդքան ձայներ հավաքած տեխնացուին կարգեին համայնքի ղեկավար։ Վաղաշաբաթում արդեն ժողովուրդը ճիշտ ընտրություն արեց, այնպես որ այս Գյումրու սցենարը ես կարծում եմ հեռատես սցենար չի իրենց համար, նաև մեր քաղաքացիներին մոլորեցնելու հարցում, որովհետև եթե կամ միավորվեք միասին մի դաշինքով եկեք, կամ էլ բոլորը ով չգիտի, որ դուք իրար հետ մի թելով կապված եք, ասենք Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսքան թող բոհով չի անցել, որ այդպես միամիտ ընտրություններ իրականացնի, որովհետև Գյումրիի ժամանակ շատ կոնկրետ դժգոհություններ իշխանություններից էլ բավականին շատ է, այն չի ինչպես հեղափոխություն, անգամ այն էլ չի, երբ որ 2021 թվականին բավականին ծանր վիճակում դուք ընտրությունների գնացիք։ Ու հիմա թեկուզ եւ քարոզչությունը, թեկուզ եւ հանգամանքների բերումով ճիշտ կամ սխալ, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, ձեր նկատմամբ դժգոհությունը ավելանում է եւ 3 առանձին ընդդիմադիր բևեռներ, նկատելի բևեռներ կարող են միասին բավականին մեծ ձայներ տանել, հետո նոր ազգային ժողովում միավորվել։ Ես ինչու չեմ մտածում այս ուղղությամբ, որովհետև տեսեք, ինչքան էլ ուզում է դժգոհություններ կուտակվեն հանրության շրջանում, դիցուկ տեղային ասֆալտի, ասենք փոսերի, որը ժամանակ էս մի ամիսում այդ խոսակցությունը կա, ես էլ եմ ասում, դա չպետք է լինի հիմքը։ Հիմա ինչն է ամենակարևոր հիմքը, երբ որ այս մարդիկ դուրս են եկել, համայնքից համայնք են գնում, խնդրում են մարդկանց քվեն։ Ինչու, որովհետև այս իշխանությունը, ինչքան էլ ուզենան այս իշխանությունից բողոքեն, ժողովրդին տվել է իշխանություն եւ ժողովուրդը վայելում է իր իշխանությունը։ Ժողովուրդը ինքն է որոշում, որ ուժին հնարավորություն տա իրեն կառավարել։ Եվ սա ամենակարևոր ձեռքբերումն է, որ այս ժողովուրդը ունեցել է մեր իշխանության օրոք։ Եվ այսօր ժողովրդի ոտերը ընկած են, այսպես ասած, որ քվե հայցեն։ Ինչի համար, որովհետև այսօր ժողովուրդն է իշխանության տերը։ Եվ մենք ենք տվել այդ հնարավորությունը ժողովրդին, ու այն երբ դա մնալու է։ Ու հետո հիմա էլ մենք մտավախություն ունենանք, չունենանք, մեր ժողովուրդը ինքն է ընտրելու, ում է ուզում տեսնի իրեն այլևս այսքանից հետո որպես իր կառավարող ուժ, որպես իր կողմից բանակցող, որպես իր կողմից ղեկավար։ Այնպես որ այս առումով մենք հիմքից պետք է գանք։ Արդյոք մենք ուզում ենք ժողովրդին այդ ժողովրդաբան իշխանությունից զրկենք, թե թողնենք։ Այստեղ պայքարը ժողովրդի իշխանությունը կամ թողել կամ վերացնել է։ Ու մենք այն բոլոր ուժերը, որ այսօր պայքարում են մեր դեմ, հստակ այդ մարդկանց օրոք ժողովրդը իշխանություն չի ունեցել։ Ու սա այն հիմնական քայլն է, որով նախ առաջ պետք է շարժվենք, եւ հետո ես շատ եմ ուրախանում, որ գնացել են գյուղեր, գնում են գյուղեր, մարդկանց են հանդիպում։ Այն ժամանակ ով էր մարդուն իրենց դեմքով իրենց տեսնում։ Ոչ մեկի։ Միշտ էլ գնացել են։ Դե լավ։ Այո։ Ոչ, այսօր ես հարցազրույց գնալուց հարցազրույցի այսօր խոսեցի, որ մարդիկ նույնիսկ ուրախանում են, որ ասում են, երբևէ չէինք տեսել, որ падգամավորի հետ կնստենք, կզրուցենք, հարց կլուծենք, չլուծվի էլ մենակ այդ հանդիպումը լսել է, հասկանալ է, որ իրեն գիտեն իրենց խոսքը փոխանցվում է, արդեն մարդիկ թեթևանում են։ Լավ, այնուամենայնիվ Դուք հավանաբար մտածում եք, որ դուք նորից մեծամասնություն եք կազմելու։ Մենք մտածում ենք, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի։ Իսկ դա որն է։ Դա որն է, որ ժողովուրդը կընտրի իր իշխանությունը եւ ժողովուրդը կընտրի խաղաղությունը։ Եվ այդ ենթատեքստում կարող է դուք չդառնաք իշխանության։ Ես հույս ունեմ, որ ժողովուրդը ընտրելու է մեզ։ Ընտրելու է հանձինս մեզ այն խաղաղ ապագան, որ մենք խոստանում ենք եւ մենք արդեն մասամբ դա իրականացրել ենք։ Վստահաբար դուք ազգային ժողով կանցնեք, բայց քննարկում եք այն տարբերակը, որ կարող է չկարողանաք իշխանություն լինել, պարզապես լինել ընդդիմադիր խմբակցություն։ Դե գիտեք, մենք ցանկացած ժողովրդի կամք մեր համար ընդունելի է։ Մենք շատ համայնքներում ընտրություններ ենք իրականացրել եւ ընտրվել է մեկ այլ ուժից, ընդդիմությունից համայնքի ղեկավար եւ մենք հաշտ ենք եղել այդ ընտրության արդյունքների հետ։ Այնպես որ այս դեպքում էլ ինչ ընտրություն է։ Դուք չեք ունենա վարչապետ, չեք ունենա։ Տեսեք, մենք նախորդ 21 թվականի այդ ծանր պայմանների ընտրություններից հետո
որևէ բողոք նույնիսկ ընդդիմությունից ընտրության արդյունքների վերաբերյալ չի եղել։ Սա խոսում է նրա մասին, որ մեր համար կարմիր գիծի ընտրությունների ազատ մրցակցային ընթացքը ապահովել է որպես իշխանություն, թե ինչպես իշխանություն կուզենա տեսնել ժողովուրդը ինքը կընտրի։ Շատ լավ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը եկավ Հայաստան, խոսեց մեծ գումարների մասին, 9 միլիարդ դոլարի մասին, որից 5 միլիարդը պետք է ներդրում լինի, 4 միլիարդ հավանաբար աջակցության մասին էր խոսքը, դա ինչ էր։ Էլի ներդրման շրջանակներում։ 5 միլիարդը դա, բայց ընդդիմությունը որակեց, որ այդ 9 միլիարդն էլ պարտք է լինելու։ Դուք ինչ հասկացաք դրանից։ Ինչ կարող եք բացատրել դրա որքանն է պարտք լինելու Հայաստանի պետության վրա եւ որքանն է ներդրում, որքան աջակցություն։ Դուք գիտեք, որ հիմնականում ներդրումային ֆոնդի միջոցներ են եւ դրանք պարտք չեն եւ դա ընդդիմությունը այս Վենսի այցից հետո ուզում եմ իրենց այդ պահվածքը քննարկենք եւ հասկանանք։ Ոչինչ չուներ ավելորդ ասելու։ Իսկապես չուներ եւ Վենսն էլ իր խոսքում նշեց, որ վստահելով այս իշխանությանը իրենք պատրաստվում են այստեղ ներդրումներ իրականացնեն եւ ծրագրեր իրականացնեն։ Այդտեղ արտահանում բառն էլ օգտագործեցինք, այսքան գումարի արտահանում, հա, եւ դա շփոթության մեջ դրեց մեզ։ Դե ոչ թե շփոթության մեջ, ավելի շատ դիմադիրներ, ընդդիմախոսների դաշտում, որ բան թարգմանիչը լավը չէր, էս ինչ է, ինչ էր, այն ինչ է, ինչ էր, սկսեցին այս բնույթի խոսակցություններ, որպեսզի այն ամբողջ process-ը, որ իրականացվելու է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի հետ միասին, փորձեն հնարավորինս նսեմացնեն այդ ամբողջ գործընթացը թրիփի ուղիով, այդ ճանապարհի բացումով, ներդրումներով, արհեստական բանականության զարգացմամբ եւ այլն, տեղեկատվական կենտրոնի կառուցմամբ, փորձելով շեղել այդ ամբողջ լավի ուղղությունը լրիվ այլ, ճիշտ չի թարգմանվել, էս չի արվել, այն չի արվել, շատ էժան մանիպուլյացիա էր եւ դրան հաջորդեց անմիջապես կառավարության հետ հարցուպատասխանը, որին ամբողջ բանով ընդդիմությունով չմասնակցեցին, որովհետեւ ընդհանրապես ասելիք չունեին, հարցեր չունեին։ Իրականում ամեն ինչ այնքան པարզ է, ուղղակի փորձում են ներքաղաքական դաշտը։ Չէ, པարզ չի, իրականում այնքան էլ པարզ չի, այդպես էլ մենք չհասկացանք։ Ի վերջո, ամերիկյան մոդուլային ատոմակայանն է կառուցվելու Հայաստանում, այդ 9 միլիարդ ասածը դրան է վերաբերում, դա է, բայց այդ դեպքում նախ դուք դա հաստատեք, ամերիկյան մոդուլային հաստատելու հիմա չեմ կարողանում հստակ, այսպես ասեմ, ամերիկյան թե այլ կազմակերպության, որովհետև այնտեղ տեխնիկական որոշ հարցեր կան, որոնք որ պետք է փորձագիտական խումբ աշխատի։ 9 միլիարդ դոլար։ Եթե ոչ ամերիկյան։ Գուցե ամերիկյան, գուցե այլ կազմակերպություն, ես չեմ մտել այդ խորը բաների մեջ, որովհետև իմ ուսումնասիրման տիրույթում չէր, բայց իրականում ես լսելով կոնկրետ գործընկերներից, նաև վարչապետի խոսքը, որ ասեց, այստեղ տեխնիկական որոշ բաներ կան, բայց իրականում ասեց այդ Ամերիկա այդ մոդելը շատ ավելի նպաստավոր է իր առումով, որտեղ տեղային կարգավորման հարցեր ունի, անվտանգության առումով եւ այլն։ Ուզում եմ թողնեմ զարգանա այս ուղղությամբ փորձագետները խոսեն, որ կարողանամ լիարժեք պատկերացնեմ ինչպիսի մոդել է լինելու։ Բայց վարչապետը նաև հայտարարեց, որ մենք պետք է դեռ քննարկենք, մեզ ձեռնտու է դա այդ ձեռնտու չի, մենք միգուցե 10 տարի երկարացնելուց հետո մեր հայեկի կյանքը եւս մի 10 տարի երկարացնենք, որ գա մինչև 46 թվականը, որ ուրանը կարող է թանկանալ, այո, միջուկային վառելիքը եւ այլն, հաջորդ օրը կարծեք թե նման ժխտողական հայտարարություն արեց, որը մեզ այդպես էլ հասկանալի չդարձավ, վերջում ենք կառուցելու ենք, չենք կառուցելու, ինչ ենք անելու, այդ 9 միլիարդ թիվը, որ եկավ հայտարարվեց Հայաստանում, դա ընդհանրապես նախընտրական թիվ էր, որ Վենսը մեր նախընտրական քարոզարշավը չէր իրականացնում այդ ընթացքում։ Այո, որովհետև ասեց, ես վստահում եմ այս իշխանությանը, որ կարողանան, դե այդպիսի գերազոր պետություն, եթե որոշել է Հայաստանի Հանրապետությունը որոշակի ներդրում ունենալ, պետք է ունենա իր վստահության երաշխիքները։ Եվ մարդը ուղիղ խոսեց իր վստահությունը ինչի հանդեպ ունի ու ում հանդեպ ունի, այսպես ասած։ Այսինքն, եթե դուք չլինեք, այդ ներդրումները ծրագրերը չեն իրականացվի։ Գիտեք, չեմ ուզում այսպես կատեգորիկ բաներ ասել, բայց բոլոր այն ընդդիմադիր ուժերը, որ դուք էլ նշեցիք, ամեն դեպքում այս ծրագրի վերաբերյալ այնպիսի արտահայտություններ են անում եւ մտքեր են արտահայտում, որ մտածում ենք, եթե հանկարծ մենք չվերընտրվենք, այս ծրագրերը ուղղակի հետընթաց նախ ժողովրդավարության անկում ենք ունենում կտրուկ եւ այս ծրագրերն էլ ամբողջությամբ դժվար թե կյանքի կոչվեն։ Շատ լավ։
բայց ամեն դեպքում մեզ համար պարզ չմնաց մենք Ես կարծում եմ ժամանակի ընթացքում պարզ կլինի, եկեք թողենք այդ մասնագիտական հարցերը, թող ժամանակի ընթացքում պարզաբանվեն, թե ինչի վրա ինչ գումար է ծախսվել։ Շատ լավ, Տիկին Ղազարյան, Ալիևը, Ադրբեջանի նախագահը Վենսին նույնպես մերժեց մեր ռազմագերիներին բաց թողնելու հարցը։ Ինչ է ընդդիմությունը քննադատում է ձեզ, որ դուք լավ չեք աշխատում։ Կա ինչ-որ մի բան, որ Ալիևը ցանկանում է, պահանջում է, նման քննարկում եղել է գերիների դիմաց, որ Դեք բանակցողը ես չեմ, բայց ինչքան որ զրուցել ենք, դե բնականաբար ցավալի թեմա է, պահվող անձին, գերիները եւ այլն, այդ դատավճիռները շատ հոգեմաշ process էին բոլորի համար, բայց պետք է այս ընթացքում մենք հասկանանք, որ մենք գնում ենք խաղաղության ճանապարհով եւ այս ընթացքում պետք է կարողանանք ճիշտ քաղաքական մոտեցում ցույց տալ, ինչպես վարչապետը իր խոսքում անդադ նշում է, մենք անընդհատ այդ հարցով ցանկացած հանդիպման ժամանակ այդ մասին մենք խոսում ենք եւ այդ մասին մենք չենք լռում երբևէ բայց տեսեք վերջում էլ 4 գերի այսպես ասած վերադարձան Հայաստան եւ իրենք նույնիսկ նրանցից մեկը խոսեց այդ մասին, թե այս ընթացքում իշխանությունը ինչքան ահռելի աշխատանք են կատարել մինչև նրանց հայրենիք վերադառնալը, բայց այս մասին մենք երբևէ չենք խոսել։ Մենք ուղղակի ուզում ենք վստահեցնենք մեր հայրենակիցներին, որ իրապես այդպիսի հանդիպում չկա, որ մեր ներկայացուցիչները այդ մասին չխոսեն եւ այդ քննարկումները չծավալեն։ Տեսեք, մյուս կողմից էլ ես հիշում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի այն հայտարարությունը, որ խաղաղության որ հաջողվեց Հայաստանին եւ Ադրբեջանին բերել մեկ սեղանի շուրջ ստորագրել փաստաթղթերը, նախաստորագրել խաղաղության պայմանագիրը սպառնալիքով 200% մաքսատուրքի սպառնալիքով։ Այսինքն ես մտածում եմ սպառնալիքը Հայաստանին չի եղել, դա եղել է Ադրբեջանին։ Բնականաբար։ Եվ արդյոք եթե ԱՄՆ ուզենար թեկուզ սպառնալիքով, թեկուզ եւ այլ ճնշում բանացնելով ի վերջո դա մարդասիրական քայլ է, որից հրաժարվում է Ադրբեջանը, կամ Հայաստանը միգուցե նման կտրուկ չի դրել ԱՄՆ-ի առաջ այդ հարցը, որ կարելի է գերիներին էլ ազատել։ Գիտեք, մենք այստեղ ամենից շատ ինչքան էլ Ամերիկայի դերը բնականաբար խաղաղության process-ին մեծ է, բայց լավ գիտեք, որ ուղիղ բանակցային գործընթացով է իրականում, թե խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, պայմանագրի տեքստը համաձայնեցվել եւ այլն եւ հետո վերջում այդ ամբողջ գործընթացը իրականացել։ Ուղղակի այստեղ մի բան կա, որ մենք անընդհատ անտեսում ենք այդ 30 տարի եւ ավել այդ կոնֆլիկտային իրավիճակում երկու երկրներս ապրել ենք եւ այդ հոգեբանական բարիերն էլ ունենք հաղթահարելու։ Ադրբեջանը Ալիևը դա է հաղթահարում։ Դե հիմա տեսեք բանը դնենք գերիների հարցը մի կողմ, որովհետև ելի եմ ասում, դա առանձին քննարկումով, առանձին այսպես հասցեագրված, դա էլ զուգահեռ ամեն ինչի հետ գնում է, որ ուղղակի չես կարող գնաս բանակցելու եւ այդ մասին չխոսես, դա բնական է։ Բայց նաեւ ռետորաբանության առումով, եթե մենք դիտարկենք 1.5 տարի առաջվա ռետորաբանությունը, այսօրվա ռետորաբանությանը, թեպետ էլի վերջերս էլի եղել են այսպես մի փոքր ագրեսիվ ռետորաբանություն, բավականին բան փոխվել է այս ընթացքում եւ պետք է այս ճանապարհով շարունակել, որպեսզի կարողանանք ի վերջո այդ լիարժեք խաղաղությունը ինստիտուցիոնալացված արդեն վերջնական ստորագրված պայմանագրով եւ խաղաղ ու ապաշրջապակված երկրում ապրել։ Երբ ենք ստորագրելու դուք ունեք ինչ-որ մոտավոր պատկերացում։ Չգիտեմ, օրինակ Արամ Սարգսյանը Հանրապետություն կուսակցության նախագահը, որը որոշակի հարաբերություններ ունի իշխանությունների հետ, ամեն դեպքում արմատական ընդդիմադիր չի եւ Երևանի քաղաքապետարանում էր իշխանությունը կիսում այդպես հետ, նա հայտարարում է, որ ընտրություններից 2 ամիս հետո ինչ-որ տեղեկություններ ունի, որը միգուցե եւ իշխանություններից է ստացել։ Չեմ կարող նշել, չի ասի այդպես։ Մենք նախաստորագրումն էլ այդքան արագ չէինք պատկերացնում, բայց արագ եղավ։ Չեմ կարող ասել, կարող է շատ արագ ստացվի ինչ որ մի փուլում գործընթացների, իրականում Թրեմփի ուղին եւ այլն այդ գործընթացները ինչպես տեսակ շատ պրոգրեսիվ այսպես արագ բանը զարգանում են, գուցե դա էլ ինչ որ մի կետում կարողանանք շուտ հասնել համաձայնության, ամեն դեպքում գործընկերները աշխատում են, չեմ կարող ասել կոնկրետ ժամկետ։ Դա է այնպիսի գործ է, որ այսպես հանգիստ է սիրում։ Շատ լավ հանգիստ է սիրում, բայց բավականին երկար տևեց։ Չի ասի, բավականին որտեվ համաձայնեցվածը գրեթե 1 տարի առաջ համաձայնեցվածը 1 տարի առաջ, եթե չեմ սպասում։ Բոլոր կետերը։ Հենց այս ամիսներին էր համաձայնեցվեց, օգոստոսին արդեն նախաստորագրվեց, դա գործում եմ շատ նույնիսկ շատ արագ էր։ Շատ լավ։ Ալիևը շարունակում է պնդել եւ մի քանի օր առաջ էլ պնդեց համանդրական փոփոխությունների հարց Հայաստանի վերաբերող։
իսկ նրանց պաշտոնյաներից մեկը օրերս հայտարարել էր, որ անգամ խոստումը կարող են իրենք հաշվի առնել եւ ստորագրել արդեն պայմանագիրը։ Հասկանում են, որ սահմանադրական փոփոխությունները դա հեշտ գործ չի, մի օրվա գործ չի, ինչպես դուք եք ասում, հանգիստ է սիրում այդ գործը, բայց իրանք ասում են, որ խոստումն էլ բավարար կլինի։ Նման խոստում տվել եք։ Դե ես չեմ ուզում ընդհանրապես իրականում Ալիևի ու նրա գործընկերների խոսքը մեկնաբանել, որովհետև մեր լրատվականները արդեն լծված են այդ գործին, որոշ վային լրատվականներ, ոչ բոլորին է վերաբերելի ու ընդդիմադիրները կարծես այնտեղի պրոպագանդիստները լինեն, անընդհատ ինչ խոսեց Ալիևը փորձեն դա մեկնաբանել, բայց մեր դեպքում ես չէի խորան այդ խոսույթի մեջ, ես գիտեմ, որ մենք մեր ներքին գործն է սահմանադրության փոփոխությունները, մենք վաղուց ենք լծված եղել սահմանադրական փոփոխություններ իրականացնելու, այնուհետև նոր սահմանադրություն ունենալու, որի հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ուղիղ կապ կունենա, որովհետև ինչպես մեր ընտրությունները, այնպես էլ սահմանադրությունը երբեք արդար հրադադարքվեով չի իրականացվել, այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության քաղաքացին կտրված է օրենքներից, որով ինքը ապրում է։ Եվ այս դեպքում մենք էլի չշտապելով շուտով կներկայացնենք տեքստը, հայեցակարգը եւ այլն Հայաստանի Հանրապետության քաղաքացին կունենա ժամանակ ծանոթանալու եւ հետո հանրաքվեին մասնակցելու։ Ճիշտ է, դուք սահմանադրական այդ բարեփոխումների հանձնաժողովի անդամ չեք, բայց կուսակցության վերնախավում եք եւ քննարկումները հասու են ձեզ բոլոր քննարկումները վարչության։ Այնուամենայնիվ քննարկում է ձեզ մոտ Ադրբեջանի այդ պահանջը հաղումը մեր անկախության հռչակագրի։ Բացարձակ մենք սահմանադրության փոփոխությունը երբեք չեն կապվել Ադրբեջանի պահանջի հետ ու մենք ուղիղ միշտ էլ ասել ենք, բոլորից երևի լսած կլինեք, որ սա մեր ներքին գործն է եւ մենք իրենց էլ ենք ասել բոլոր բարձր հարթակներն ու սա մեր ներքին գործ է եւ խաղաղության համաձայնագրի մեջ էլ ուղիղ նշած է, որ միմյանց երկրների ներքին գործերին չենք խառնվում։ Ամեն դեպքում այդ հռչակագրի վերաբերող դրույթը փոփոխության դեռ ես ծանոթ չեմ ինչ տեքստ կլինի, ինչ նախաբան կլինի, եկեք թող լինի, բոլորս էլ ծանոթանանք, որտեղ իրոք ես այդ հանձնաժողովի անդամ չեմ, թեպետ պետերավական հարցերի հանձնաժողովի վարչությունում եմ, բայց չի քննարկվել տեքստին ամեն դեպքում ես ծանոթ չեմ ու այդ քննարկումներին ծանոթ չեմ։ Տեքստը չկա այլ ըստ երևույթին։ Չէ, կա, որտեղ մարտին պետքա ներկայացվի։ Իսկ սահմանադրական փոփոխությունների մեջ այնպիսի ճիշտ է վարչապետը հայտարարել է, որ դեռ ինքը չի մտածում կառավարման կարգի փոփոխություն կլինի, թե չի ինքը վստահ չի խորհրդարանական կառավարումից դեպի նախագահական կամ կիսանախագահական կառավարում, բայց ընդդիմությունն էլ բարձրաձայնում է, թեև դա նախկին իշխանությունների այսօրվա ընդդիմության ընդունած համանadrություն է, որ այդպիսով վարչապետը Նիկոլ Փաշինյանը կարող է լինել մեր, եթե իհարկե ընտրություններում հաղթենք, ամենաերկար ղեկավարը, եթե նախկիներին Նիկոլ Փաշինյանը քննադատում էր, որ Սերժ Սարգսյանին հատկապես, որ նա երրորդ ժամկետն է գալիս, այս դեպքում ստացվում է երրորդ, եթե այս անգամ հաղթեք, երրորդ ժամկետը կգանա եւ կդառնա 13 տարվա պաշտոնավարող ղեկավար։ Ցանկություն չկա։ Էլի, չէ, բայց ես ամեն դեպքում խորհրդարանական կառավարման թե նախագահական, որքան էլ որ մտածել ենք, մտածում եմ, ես էլ խորհրդարանական կառավարումը ամեն դեպքում ավելի արդյունավետ է, քան նախագահական եւ այլն, որովհետեւ ցանկացած որոշում կատարվում է հենց խորհրդարանի ներսում եւ բազմակարծություն կա եւ քննարկում է ծավալվում եւ ոչ թե միանձնյա նախագահից իջնող։ Ես կարծում եմ, այս առումով բանը արդյունավետության առումով խորհրդարանն ավելի արդյունավետ է եւ մենք այս տարիների ընթացքում էլ տեսանք, թե խորհրդարանի դերի բարձրացման առումով ինչքան լավ է, բայց չնայած դրանից կներեք, վարչապետի բերած, այո, որոշումները խորհրդարանում բայց միևնույն չէ, այնպես չէ, որ միանշանակ ընդունվում են, բավականին շատ քննարկումներ են լինում, շատ ես պետք է նշեմ, էլի, ինչքան էլ փորձենք այս ամեն ինչը այսպես մի ուղղությամբ նայենք, որ վարչապետը օրենք վեր չէ, այդպես դակում չի լինում բնականաբար, բայց կան քննարկումներ լինում են թե կուսակցությունում, թե լինում են խորհրդարանում ու բավականին շատ ծավալուն յուրաքանչյուր հարցի շուրջ նոր վերջում որոշումներ են կայացվում, այնպես որ դա տենց միանշանակ գուցե որոշ մարդիկ փորձեն դա տենց մեկնաբանեն, բայց դա այդպես չէ։ Այնուամենայնիվ ինչ որ քննարկվում է, ինչ որ մի դրույթ, որը նույն անձի պաշտոնավարումը երրորդ, չորրորդ ժամկետով
սահմանափակվի, որտեվ մի դեպքում քննադատում են, որ այդպիսով դառնում է բռնապետություն, կա նաև հակառակը, որ մենք ժողովրդավարական Գերմանիա չենք եւ Նիկոլ Փաշինյանը Անգելա Մերկելը չի, որ երկար տարիներ պաշտոնավարի։ Թե մենք ձգտում ենք լինել ամենաժողովրդավարական երկրներից մեկը եւ գնում ենք այդ ճանապարհով, ինչքան էլ որ խոչընդոտներ ունեն մենք դեռ նաև հոգեբանական մակարդակի, բայց պետք է նշեմ, որ էլի տեքստին առանձնապես ծանոթ չեմ, իսկ թվում է կլինեն դրույթները, ամեն դրույթով առանձին քննարկումներ կունենանք։ Լավ, այս անորոշությամբ ավարտենք մեր դրույթը, սահմանադրական անորոշությամբ, հույս ունենանք, որ որոշակիություն կլինի առաջիկայում այդ հարցում, եւ ես մեր ունկնդիրներին հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխազ Ղազարյանը։